պատրաստում ենք պիցցա։ Կալակը բայց ոչ կանանչել ավելացնել ըստ ցանկության։ Ահա, մեր մոտ ծորկում ենք պարմեզան տեսակի պանիրը, որը որ հալվելու է մեր պիցցայի վրա։ Նայեք, սիրելի հետևորդներ, պարմեզան ամենալավ պանիրներից մեկն է, բայց եթե ձեր ձեռքի տակ չունեք պարմեզան, անպայման գնեք լոռու չանախ պանիրը, որովհետև նա էլ է հալվում, պարմեզանը թանկ հաճույք է բոլորի համար։ Հիմա կտրտել ենք կանանչին, ես նշեցի կանանչին ըստ ցանկության, սիրելի հետևորդներ։ Վայ, պապի։ Ահա հետևորդներս, կանանչին կտրեցի, ես ձեզ նշեցի կանանչին ըստ ցանկության։ Հիմա կլցնենք մեր պիցցայի վրա և կուղարկենք 180 ջերմության տակ ջեռոց։ Նայեք, հիմա մենք կանանչին անում ենք, հետո մենք ըստ ցանկության կարող ենք վրան ավելացնել կետչուպ, մեկ քանի կաթիլ, եթե դուք ցանկություն ունեք։ Նայեք, այսպես մենք ձևավորում ենք, որ ջեռոցում համը փոխանցվի պիցցայի ամենահամեղագույն խմորին։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, ահա։ Հետևորդներս, ահա տեսնում եք, հիմա մենք պիցցան դրեցինք ջեռոց և ուղարկում ենք նրան եփվելու։ Հետևորդներս, չեք պատկերացնի հոտը ինչ անուշա բուրում էկրանից այս կողմ, չեք պատկերացնի, իդեալական հոտ։ Ահա մեր պիցցան նայեք ինչ անուշա բուրում, ժողովուրդ, հələ նայեք ինչ սիրուն է, այս ծուխը, այս տաքությունը, այս ջերմությունը, նայեք։ Ժողովուրդ, եկել ամենահաճելի պահը, ամենասենց հյութալի պահը։ Հիմա վայելում ենք։ Շատ համով է։ Ես պիցցայից վերցրել եմ իմ տատիկի պատրաստած կոմպոտը, դեղցի կոմպոտը, տնական։ Դե ինչ, բոլորիս բարի ախորժակ։